Ողջունում եմ բոլորին, հուսամ բոլոր լավ եք։ Ժողովուրդ ջան, այսօր կներկայացնեմ հաջորդ շաբաթվա օրերի վերլուծությունը։ Միասին կփորձենք հասկանալ ինչպիսին է մեզ մոտ էներգետիկ դաշտը եւ ինչ գործողություններ կարող ենք անել գալիք շաբաթվա ընթացքում։ Հիմա կիսվեմ իմ պրեզենտացիայով։ Ուրեմն այսօր միասին նայում ենք գալիք շաբաթվա, ուրեմն հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ը ընկած ժամանակահատվածը։ Ուրեմն մինչ առաջ անցնել է, եթե մինչ այժմ չգիտեք, թե որն է ձեր անհատական էլեմենտը եւ որ կենդանակերպի տարում եք ծնվել, ապա սկանարեք այս QR կոդը, որից հետո կբացվի նման պատուհան, այստեղ լրացնում եք ձեր ծննդյան տվյալները, օր, ամիս, տարի, ժամը եթե գիտեք, գրում եք, եթե ոչ բաց եք թողնում, ընտրում եք սեռը եւ սեղմում հաշվել։ Այնուհետև դրանից հետո արդեն կստանաք ձեր անհատական բազի քարտը։ Բազի քարտի այս հատվածում, օրվասյան վերևի հատվածում նայում ենք անհատական էլեմենտը եւ տարվա կենդանակերպը գտնվում է այս հատվածում, տարվասյան ներքևի հատվածում։ Եթե խնդիրներ առաջանան, ուրեմն բազի քարտի հետ կապված հասկանալու, կողմնորոշվելու, ապա անպայման դիտեք այս վիդեոն, այն իմ YouTube-յան ալիքում է, այստեղ ես մի փոքր ավելի մանրամասն եմ խոսում բազի քարտի մասին։ Եթե դրանից հետո դեռ կմնան հարցեր, գրեք, մեծ սիրով կպատասխանեմ։ Բայց մինչ առաջ անցնելը հիշեցնեմ, որ անպայման բաժանորդագրվեք, որտեղ YouTube-ը հուշում է, որ դիտորդների 70%-ը դեռ բաժանորդագրված չեն ալիքին, սեղմեք լայք կոճակ եւ կիսվեք իհարկե ձեր շրջապատի մարդկանց հետ, որպեսզի այս վիդեոն ունենա ավելի շատ տարածում, իհարկե այն օգտակար է, քանի որ օգնում է ավելի ճշգրիտ հասկանալ օրերի նշանակությունը եւ կատարել համապատասխան պլանավորում։ Հիմա հունիսի 29-ը մեզ մոտ կայունություն բնութագրով ռով է, բնութագիրը, ունենք փայտե շան օր, օրը համարվում է բավականին դրական օր, ընդհանրապես կայունություն բնութագրով օրերը դրանք դրական օրեր են եւ օրը կարող ենք օգտագործել տարբեր տեսակի նախաձեռնություններ իրականացնելու համար, կարող ենք անցնել նոր պաշտոնի, պարտքերի հավաքագրում կատարել, քանդման աշխատանքներ, հատկապես տան հիմքի քանդման աշխատանքներ կարող ենք իրականացնել, վերանորոգում կարող ենք սկսել, պայմանագրերի ստորագրումի խոսքով բավականին դրական օր է։ Օրը համարվում է ոչ դրական վիշապի տարում ծնվածների համար, ֆինանսական առումով մետաղյան անհատական էլեմենտը ունեցողները ավելի շատ կշահեն, կենդանակերպերից դրական օր է համարվում վագրի, նապաստակի, ձիու եւ շան տարում ծնվածների համար։ Ամսի 30-ը, ամսվա վերջին օրն է, ուրեմն հունիսի 30-ը մեզ մոտ ունենք նախաձեռնում բնութագրով օր, բայց օրվա մեջ դրական էներգիաներ չունենք, խորհուրդ կտամ օրը առավել պասիվ վիճակում անցկացնել, եթե հնարավորություն կա հանգստանալու հանգստացեք, ավարտեք արդեն սկսած գործերը, նոր աշխատանք, խորհուրդ կտամ չսկսեք, խորհուրդ կտամ չսկսեք, օրը համարվում է օգնության օր, հատկապես նրանց համար, ովքեր ում անհատական էլեմենտն է կրակյան կամ կրակին։ Ֆինանսական առումով մետաղ-ին անհատական էլեմենտը ունեցող անձին կշահեն ավելի շատ, իսկ կենդանակերպերի մասով դրական է վագրի, նապաստակի, այծի եւ խոզի տարում ծնվածների համար։ Անցնենք առաջ, հուլիսի 1-ը մեզ մոտ կործանում բնութագրով օր է, համարվում է մաքսիմալ բացասական օր, իդեպ մեր մոտ տարվա կործանիչի օրն է, որովհետև հրեղեն առնետի օրն է, իսկ առնետը հիշում ենք այս տարի բախվում է ձիու էներգիայի հետ, կա բախում եւ այս օրերը ընդհանրապես ցանկալի չէ օգտագործել կարևոր նախաձեռնությունների համար, սկսել ճանապարհորդություն, ամուսնանալ, բիզնես բացել, պայմանագրեր ստորագրել եւ այլն։ Ինչ կարող է տեղի ունենալ։ Ընդհանրապես բացասական էներգիաներով նախաձեռնություններ սկսելը ունենում է բացասական արդյունք, սովորաբար ես խորհուրդ եմ տալիս ձեռնպահ մնալ, եթե հնարավոր է տեղափոխեք մեկ այլ օր, որովհետև օրվա մեջ չունենք դրական էներգիաներ, ինչ որ բան այնպես չի ընթանա, ինչպես դուք եք ցանկանում։
Ամսի երկուսը մեզ մոտ վտանգ բնութագրող օրով է, ընդհանրապես վտանգ օրերը, դրանք այն օրերն են, երբ մենք կարող ենք օգտագործել, եթե պատրաստ ենք դիմել ռիսկի, որտեղ հնարավոր են կորուստներ լինեն։ Ես խորհուրդ կտամ այս օրը եւս շրջանցել, եթե հնարավոր է։ Օրը համարվում է օգնության օր, հատկապես նրանց համար, ում անհատական էլեմենտն է մետաղյան կամ հողյան կամ փայտյան։ Դուք կարող եք օգտագործել օրը եւ կենդանակերպերի մասով առնետի, ցլի, օձի եւ ակաղի դարուն ծնվածների համար եւս օրը համարվում է քիչ թե շատ դրական օր։ Ամեն դեպքում, եթե կա տեղափոխելու հնարավորություն, տեղափոխեք գործերը մեկ այլ օր, եթե ոչ, ապա հետևեք իմ խորհուրդների։ Ինչ վերաբերում է հուլիսի 3-ին, ունենք հաջողություն բնութագրող օր, այս է արդեն ուրիշ, այստեղ էներգիաները բավականին լավն են, գրեթե ցանկացած տեսակի նախաձեռնություն կարող ենք սկսել, բացառությամբ նոր բնակարան տեղափոխվելու եւ երկարաժամկետ ճանապարհորդություն սկսելու համար, այսինքն երկար ուղևորություններին է վերաբերվում, հեռու, տեղեր մեկնելու համար օրը համարվում է անբարենպաստ, բայց մնացած բոլոր նախաձեռնությունների համար օրը համարվում է շատ դրական օր։ Օրը հողեղեն վագրի օրն է եւ օրը համարվում է նաև օգնության օր մետաղին անհատական էլեմենտ ունեցող անձանց համար։ Եթե ձեր անհատական էլեմենտը մետաղինն է, ապա օրը կարող եք օգտագործել օգնություն խնդրելու, օգնության դիմելու համար, որտեղ հավանականությունը մեծ է, որ ձեզ չեն մերժի։ Կենդանակերպերի մասով օրը դրական է վագրի, ձիու, շան եւ խոզի տարում ծնվածների համար։ Ֆինանսական առումով փայտ յան անհատական էլեմենտը ունեցող անձինք ավելի շատ կշահեն։ Ինչ վերաբերվում է հուլիսի 4-ին, մեզ մոտ ստացվում բնութագրող օրն է, ընդհանրապես ստացվում բնութագրող օրերը ցույց են տալիս, թե մենք ինչ դրական կամ ինչ բացական ուրեմն գործեր են կատարել, նախորդ այս երկու օրերի ընթացքում, ստանում ենք այն ինչին, որ արժանի ենք, այսպես ասած։ Ամեն դեպքում օրը մի փոքր пассив է համարվում էներգետիկ առումով, օգնության օր է համարվում ուրեմն ջուրյան ջուրին անհատական էլեմենտ ունեցող անձանց համար, ֆինանսական առումով փայտ in անհատական էլեմենտը ունեցող անձին կշահեն, ավելի շատ կենդանակերպերի մասով նապաստակի, այծի, խոզի, շան տարում ծնվածների համար օրը համարվում է համատած ավելի դրական օր։ Ամսի 5-ը մեզ մոտ բացում օր է, ունենք շատ լավ էներգետիկ ստրուկտուրա, դրական է, մի շարք նախաձեռնությունների համար, բացառությամբ պայմանագրերի ստորագրում, բիզնեսի բացում եւ պարտքերի հավաքագրման համար օրը համարվում է բացասական օր։ Նաեւ ցանկալի չէ այսօր իրականացնել ֆինանսական խոշոր չափի գործարքներ, խոշոր չափի գործարքներ ցանկալի է չիրականացնել։ Եթե ձեր անհատական էլեմենտը կրակյանն է, ապա ֆինանսական գործարքների մասով օրը կարող է դիտվել դրական, ոչ շատ լավ, բայց կարող է դիտվել դրական։ Այսքանը գալիք շաբաթվա համար, ընտրեք բարենպաստ օրեր, կատարեք ճիշտ պլանավորում, որովհետև ես ինքս էլ շատ եմ համոզվել դրական օրերին, ուրեմն նախաձեռնությունը իրականացնելը տալիս է դրական արդյունք, իսկ բացասական օրերին սկսած նախաձեռնությունները ունենում են բացասական հետևանքներ։ Դուք այսօր ունեք այս հնարավորությունը իմանալ ինչ օրեր ունենք, ինչպիսի էներգետիկա եւ ինչպես կարելի է դրանք օգտագործել։ Սա արդեն մեծ ձեռքբերում է։ Չմոռանաք բաժանորդագրվել, սեղմել լայք օջակը եւ կիսվել այս վիդեոով ձեր շրջապատում։ Այսքանը, մինչ հաջորդ անգամ։